Օրվա խորհուրդը դե գիտեք եռատոն է եւ որից հետո մյուսից էլ ավելի կարեւոր է մասնարապես իմ սերունդի համար ես փոքր երեխա էի եւ կյանքում չէի տեսել Շուշին, բայց հիշում եմ, որ մեր ամբողջ բակը տոնում էր այդ օրը, հա, ես էլ ուրախացած գոռում էի հաղթել ենք, բան, իմ համար հաղթանակը այդ պահին երկրորդ համաշխարհային պատերազմն էր, որի մասին բազմաթիվ ֆիլմեր կար, ես այդ դպրոցական էի ու տենց այդ ֆոնի տակ ուրախացել էի, նույնիսկ կարելի ասել, որ տենց ամբողջությամբ չէի հասկանում Շուշիի նշանակությունը, բայց այդ ոգով էլ մեծացել եմ ու դա դարձել է իմ կյանքի այդ չափանիշներից մեկը, թե ոնց պետք է լինի, ցավոք սրտի 44-օրյային մասնակցել եմ եւ հենց Շուշիի մերձակայքում մղվող մարտերին եմ մասնակցել, սենց ճանաչելի տեղանունով ասեմ, Քարինտակի գումարտակում եմ եղել, ինքը Քարինտակից մի քիչ հեռու էր, բայց չմանրամասնեմ, հրամանով նահանջելուց, երբ որ բարձրացել ենք, մի պահ կանգնել ենք, չնայած հակառակորդը շատ մոտ էր եւ ամբողջ գումարտակով, ով այդ պահին ողջ էր ու մեր հետ էր, նույնիսկ որոշ վիրավորներ երդվել ենք, որ մենք պետքա Շուշիի համար մեր կռիվը տանք, ես պայքարում եմ, չեմ պատկերացնում, որ կարա լինի մի Հայաստան, որը առանց Արցախա, կլինի անդամալույց Հայաստան։ Իմ համար տոնը շարունակվում է, շատ կուզենամ, որ Շուշիի վերջնական ազատագրումը էլի մայիսի 8-ին տեղի ունենա, բայց ինչ որ լինի, մեկը մենք այս տոնը մեկը պահելու ենք, ինքը մեր հետ է, ինքը մեր նորանկախ Հայաստանի հենց անկախության կարելի ասել սիմվոլն է ու երբեք իմ համար ուրիշ նշանակություն չի ունենալու։ Իսկ սև էջերից հետո, պատմությունից վերջին տարիների սև էջերից հետո, ինչ է պետք մարտական ոգին բարձրացնելու համար, ոգևորվածությունը բարձրացնելու համար, որ Շուշին էլի կարողանանք ազատագրել։ Առաջի հերթին հանձնողներին պետք է հեռացնես իշխանությունից, բերես մարտական հոգով մարդիկ, ովքեր եթե զորքի հրամանատարը, հա, գենշտաբի պետը, պաշտպանության նախարարը պարտավորական հոգեբանությամբ մարդիկ են, երբես չես հաղթելու։ Զորքը հաղթում է, երբ որ դիմացից գնացողը ինքը իր տեսակով հաղթող է։ Երբ որ կհեռացնենք պարտության սիմվոլին իր ամբողջ անձնակազմով եւ կգան մարդիկ, որոնք բացառապես հայրենասեր են, ոչ թե խոսքերով, այլ գործով եւ անցյալով արդեն իսկ ապացուցել են, այդ պարագայում հաղթանակները կգան եւ նույնիսկ այդ անհավասար պատերազմի ժամանակ 44-օրյայի չկա դրվագ, որտեղ ուղիղ մարտեր ա եղել ու հայ զինվորը պարտվել է Ադրբեջանցում, հակառակը շատ կա, ես ինքս կարող եմ պատմել ուղղակի եթերը չծանրաբեռնեմ, բայց բոլոր դրվագներում մենք իրանցից ուժեղ ենք, ուղղակի պետքա որ մեր ղեկավարը իրանց ղեկավարից ուժեղ լինի, իրականում պարտվել է կառավարությունը, ոչ թե բանակը։ Նիկոլ Փաշինյանը այսօր ուղղեց էր հղել նշելով, որ Ադրբեջանի հետ պատերազմ չի լինելու եւ հաղթանակ է խաղաղություն է լինելու, այդ կերպ նշել, եթե նաեւ կհիշեք Նիկոլ Փաշինյանը այսպիսի մի արտահայտություն էր արել, որ ոչ թե պատերազմն է իր օրոք եղել, այլ ինքն է պատերազմի օրոք կառավարել։ Նախ պատերազմը իր օրոք է եղել, որովհետև ինքն է բերել այդ պատերազմը իր ամպագորգոր, չկշռադատված հայտարարություններով, իր պահվածքով, իսկ ինչ վերաբերում է ես պատերազմ անցած մարդ եմ, Աստված չանի, որ պատերազմ լինի, իհարկե ես առաջի կողմնակիցն եմ, որ խաղաղ ճանապարհով վերադարձնեն մեզ են, ինչը որ մերն է, մեր պապերինն է, հազարամյակներով էլ մերն է եղել, ու եթե չլինի այդ օրը, որ իրանք պայմանավորվենք եւ հետ վերադարձնեն մեր հողերը, ստիպված կլինենք ինչ-որ պահի նաեւ ուժի կիրառմամբ վերադարձնենք, այդ նորմալ է, բոլոր պրակտիկաներում էլ կա, այն ինչը որ քոնն է եւ քեզանից բռնի ուժով հետ են վերցնում, չպայմանավորվելու դեպքում ստիպված կլինես վերես, բայց իհարկե առաջնահերթ շատ կուզենամ, որ դա դիվանագիտական խողովակներով լինի։